Եկել ենք նախաճաշ անելու իմ ամենասիրելի սրճարաններից մեկում, այնուհետև կգնամ մոլ, մի քանի գնումներ ունեմ, մի հատ էս ամեն ինչը նայեք ու ես հիմա այս ամեն ինչը չեմ ուտելու ժողովուրդ, պատկերացնում եք? Ժողովուրդ, ես արդեն նստել եմ, ես իմ ամուսնու նախաճաշնա, ոնց որ թե խնձոր ա մեջը, ես կարողացա ինձ զսպեմ, չնայած ամեն ինչ է այնքան գեղեցիկ էր ժողովուրդ, Իտալիայում բոլոր սրճարաններում սեղանի վրա կտեսնեք թերթ, տարբեր այս նորություններով, ինչ որ տեղի ա ունենում այստեղ, իրանք շատ սիրում են մինչև օրս կարդալ թերթ, այնպես չէ, որ անցել են ամբողջությամբ հեռախոսին, կարող եք ստեղ բոլոր նորություններին հետևել, այսպես դրված ա լինում, Ֆլորենցիայում, ամբողջ Իտալիայում եւ այլն, կտեսնեք բոլոր նորությունները, հասավ սուրճս, ես կխմեմ միայն կապուչինո և կնախանձեմ մնացած բոլորին, ովքեր ուտում են այդ համովությունները, բայց ես չեմ ուտի ժողովուրդ, ես ինձ կարողացա զսպեմ, տեսակ, չնայած անհնար էր մեր մեջ ասած, ահավոր էր, շատ սիրուն էր ամեն ինչը, ամեն դեպքում բոլորիդ բարիորեն մաղթում, եթե դուք եք նախաճաշում, բարի ախորժակ։ Վերցրեցինք երկու տեսակի հաց, այս չքնախ հացերից ժողովուրդ։ Մեզ մոտ շատ ուժեղ անձրև էր ամբողջ գիշեր և առավոտ, հիմա արդեն դուրս եկավ արև, մենք շատ հույսով ենք, որ մի քիչ կհովանա ընկերներ։ Հասա մոլ, ամուսինս ինձ թողեց, ինքը գնաց ջիմ, մի քիչ պարապի։ Ես եկել եմ Ֆլորենցիայի ամենամեծ մոլ, ովքեր ինձ հետ են վաղուց, արդեն պետքա որ իմանան, ամենամեծ մոլն է։ Ամբողջ Ֆլորենցիայում շատ ցավալի է, որ մենակ մեկ հատ է, որտև չի էլ բավարարում։ Որտև երբ որ գաք սովորական օր, կամ մի քիչ ավելի ուշ, հիմա ժամը 9-ն նոր ա բացվել, այստեղ պարկինգ չկա, շարժվելու տեղ չկա, որտև ամբողջ Ֆլորենցիան եւ շրջակայքերը նույնիսկ գալիս են այստեղ, այսինքն կողքի քաղաքներից, որովհետև այլ այսենց մոլ չկա, կամ պետքա գնաս կենտրոն, իսկ կենտրոն գնալը ոչ բոլորին է հարմար, որտև գիտեք մեքենայով հնարավոր չի կենտրոն մտնել, ժողովուրդ Քայլենք, ուզում եմ մտնեմ Toys, նայեմ աղջկաս համար ուսապարկ, առաջին դասարան գնալու համար, հլնակ ինչ դատ, ես իսում եմ կյանքում իրան էսենց դատակ չեմ տեսես մոլ ժողովուրդ, երևի ես առաջի մարդն եմ, որ մտա, հետո կարելի է մտնել Adidas, գիտեք, արդեն շարել են ուսապարկերը, հեսա տեսնեմ ինչ կա, ժողովուրդ, տեսնեմ ինձ հարմար բան կա, փոքրիկին, Այնքան է մեծ են այս խեղճերը, ոնց պետք է սա վերցնեն իրանց վրա գնան, ես նույնիսկ չեմ պատկերացնում ընկերներ։ Ինչպիսին են գները ժողովուրդ, հես են, ձեր դիմացն են, 20% զեղչով 111 եվրո, շատ թանկ են իմիջայլոց, ես չգիտեմ ինչով ասա պայմանավորված, սա կոչվում է Ergobake, 111 եվրո, վախենալու գներ ամեր մեջ ասած, թե ես նորմալ է ժողովուրդ, ես եմ հետ ենք կյանքից, կիսվեք, ինչ գներ է ընդհանրապես, սա նորմալ գինա, թե ոչ, իմ աղջիկը խելագարվում է այս խմբի համար, էլով է սիրում, Hip Hop Demon Hunters, ամբողջ երեխաները հիմա Իտալիայում, չգիտեմ ինչի, խելագարվում են այս խմբի համար, դուք կտեսնեք ամենը սրանով, ուրեմն կասա, Նատ հասկանանք, ուղղակի այս գույնից եմ վախում, ժողովրդիկ սիրուն է, բայց ինձ թվում է այս գույնը կտևի մի օր, մի քանի անգամ ընկնի հատակին, սա կդառնա սև ժողովուրդ, իմ կարծիքով,
չգիտեմ։ Ոշիմանե դուրս չեկավ այստեղ։ Միկի Մաուս արժի 51 եվրո։ Էս ինչա նույնիսկ չգիտեմ, երևի հայտնի բան է, հա, էս Unicorn-ը 63 եվրո, Stitch-ը 59 եվրո։ Չգիտեմ, ժողովուրդ, ինչ որ չեմ հասկանում։ Այս նորմալ է այս գները, թե ոչ, էս ինչ է։ Շունիկը, խոզուկը, չես հասկանում ինչ կենդանի է։ Այս բոլոր այդ գրչատուփ, ինձ այն անգամ հուշել էիք, գրչատուփերն էլ ուզում նայեմ, մեջ ինչ է, ժողովուրդ, ինչ մեծ է, ինքան է ծանր, Աստված, այս խեղճերը ո՞նց են սա տանելու, ժողովուրդ, ես հլստեն նայեք։ Այս հենց է մեջը նայեք, իրա մատիտով, բանով, ամեն ինչով, կներեք մի քիչ սենց ցույց տամ, որտեղ պետք է փակեմ։ Բայց ո՞նց են սա տանելու այս ծանրությունը, այս խեղճ երեխաները։ Չգիտեմ։ Ամեն դեպքում ուզես մի քիչ խելամիտ գներ, ասեն 29 եվրո, սա է, բայց ինձ այս կենթանին ընդհանրապես դուր չեկավ։ Ընդհանրեմ, էլի փնտրեմ, թե մի բան առնեմ։ Ես արդեն սա եմ պատվիրել միջելուց Amazon-ից, հենց սա։ Բայց ես վճարել եմ 21 եվրո, այստեղ 24 է, հետնել զեղչով։ Էս եմ պատվիրել, մեկը գիտեք ինչ եմ պատվիրել, ժողովուրդ։ Էլի գրչատուփ, այս հենց մի հատ էլի Էլզան եմ պատվիրել։ Եկեք հասկանանք։ Այստեղ սենց բաներ էլ կա։ Սրա գրչատուփը կա երկու բաժնից բաղկացած։ Արժի 10 եվրո, ժողովուրդ։ Այսենց, որտեղ իմ կարծիքով այն մեկը բավարար չի։ Էս ինչ է։ Գրիչ է։ Չգիտեմ ինչ է, էս ինչ է։ Գոմմա, հա, ռետինա, ջինջելու համար է։ Չգիտեմ, ժողովուրդ։ Ինչ լավ բաներ կա, ծովում խաղալու ամեն ինչը կա։ Չէ, լավ, ես անցնեմ մյուս։ Ես իրականում այստեղ եկել եմ հեծանիվներ, մենք ունենք սենց հեծանիվ արդեն եւ այդ։ Այս ինչա իմը աղջկա հեծանիվը պետք է իմիջալոց փոխել արդեն։ Բայց չգիտեմ սա ինչ արժի։ Ինչ արժես դու ընկեր, այն մեկի վրա է գինը, արդեն պետք է փոխել։ Ինչ լավ բաներ կան, ժողովուրդ, գժվում եմ։ Ոնց եմ ես սիրում խաղալիքի խանութներ։ Հիմա իրանց մոտ այս փուլն է, ժողովուրդ, իրանք ակտիվ խաղում են մամա։ Անընդհատ ամենի ձեռը մի հատ բալիկ կա։ Ամբողջ օր սանրում, հագցնում, լողացնում, պամպերս փոխում։ Չգիտեմ ինչ են անում։ Ամբողջ օր նայեք։ Ամեն ինչ կա պատրաստ իրանց շորիկներից, պամպերսել են նույնիսկ վաճառում, ժողովուրդ, եթե ձեզ հետաքրքիր է։ Ամեն ինչ վաճառում են։ Նայեք։ Այս իրանց բալիկները եւ այլն եւ այլն։ Իրանց խաղալիքի խանութները իհարկե վերջն են, ժողովուրդ։ Ու այնքան հաճախ են անում տարբեր զեղչեր։ Այս հեծանիվներին նայեմ։ 229 եվրո 20 համարն է, 20 համար արդեն իմ աղջիկա համար լավ կլինի, թվում է, 18-20-ը, որ ինքը բոյով է։ Ինքը բոյով է ու արդեն կարողանում է հանգիստ երկու ակով քշել, իսկ հիմա կարելի է մի հատ սենցը վերցնել իրեն։ Հələ խոհանոց, գժվում եմ, ես ավելի լավ ստեղծ գնամ, իչի սա ուրիշ բաներ կսկսեմ առնել։ Նայեք, տիկնիկա, որ իրա բոլոր շորիկները ունի, որ փոխեն, հագցնեն, հանեն, այ իսկական իրանց ժամանակն է, ժողովուրդ, այ իրանք հիմա սկսել են շատ հավեսով դա խաղալ։ Լավ, այստեղ տեսա ինչ են վաճառում, ես ավելի լավա դուրս գամ, գնամ։ Ուզում մտնեմ Adidas, մի հատ տեսնեմ ինչ որ թազագույներ կա այժմ զեղչով, ուզում տեսնեմ ինչերի վրա են արել զեղչեր։ Եկեք տեսնենք միասին։ Այս տղամարդկանցնա թե կանանցնա թե խառնա։ Ինչ լավն է։ Ժիրաֆը 65 եվրո է դարը։ Ինչեր կան։ Եկեք հերթով նայենք։ Այս սրանք էր նորություն, այս խիտերը այս տարվա, ամառային 110 եվրո, բայց սա ընդհանրապես չեն էլ զեղչի, ասեմ ձեզ։ Վերջ, այսքան էր զեղչը։ Այն ինչ որ ես ունեմ, ոչ էլ զեղչ է։ Ես ամենաշատը սա եմ սիրում, սա իմ սիրելի մոդելն է։ Սպացիալը,
հենց այս գույնն եմ սիրում բնականաբար, երկուսն էլ ունեմ, ես էլ ունեմ, են էլ ունեմ։ Այս մեկը հաջողվեց զեղչով առնել 80 եվրո էր թե 90, այն մեկը չէ, մեկին 110 եմ տվել։ Գեղեցիկ են լավ գույները, երբեք զեղչ չեն անում ժողովուրդ, գնացիք։ Սենց առանց, չաո, առանց զեղչել կարելի առնել այդ դեպքում։ Վերջ շարունակենք ճանապարհը։ Իջնեմ ներքև ժողովուրդ։ Դեռևս իջնեմ ներքև։ Շատ ժամանակ չունեմ առանձնապես, երևի ժամ ու կես, որտեվ չենք ուզում երեխաներին երկարի մայրիկի հետ թողենք։ Ժողովուրդ, այնպես որ շարունակենք մեր ճանապարհը։ Գնանք։ Շատ սպորտային հագուստի խանութներ կան, շատ։ Դե հիմա բոլորը գիտեք, դա նորաձև է։ Բոլորը հագնում են սպորտային կոշիկներով։ Դրա համար այդպիսի խանութները ավելի շատացել են, քան առաջ էր։ Առաջ այդքան չկար։ Շարունակենք, տեսնենք ինչ կա։ Մտնենք, տեսնենք այստեղ ինչ կա։ Համարյա ամեն ինչը զեղչով է։ Ինչեր ունեն այստեղ հետաքրքիր։ Ամենը զեղչ է։ Եկեք նայենք, ժամանակ չունեմ առանձնապես, բայց 12 եվրո, չգիտեմ ես ինչա, 15 եվրո։ Տեսնենք տան կոլեկցիան ինչեր կան, սրանք ոչ մեկը զեղչով չի բնականաբար, սա նոր կոլեկցիան է, ամբողջը, ես ինձ սիրուն է, նման է նրան ինչ որ ես առել եմ Pepco-ից, չէ ժողովուրդ, եկեք տեսնենք ստեղ ինչ արժի, օրինակ, ինձ հետաքրքիր է, եթե իհարկե արժեքը գտնեմ, ինչում կասկածում եմ արդեն, այս ինչ է։ Ինչ ձև են դրա աստված չկա ստեղ արժեք, եկեք ուրիշը փորձենք, արժի 15 եվրո, ես այնտեղ տվել եմ երևի 5 թե 6 եվրո, բայց ես էլ շատ սիրուն իհարկե, շատ սիրուն է, ես ծղոտի ես ամեն ինչ հենց ահավոր դուրա գալիս, տարբեր ապսեններ, ես տախտակն էլ շատ սիրուն, եկեք տեսնենք սրա արժեքը, 30 եվրո է այս տախտակը, Այս ապսենելը լավ է, սենց մատուցման համար 35 եվրո, այս նույնն է, 15 եվրո է, այս նույնն է, շատ լավն է, հետ ես ամառային կոլեկցիան է, ինչի է զեղչով, չի, լրիվ ծովային մոտիվներով է, այս կարաքի ամանն է շատ սիրուն, ուղղակի ահավոր ծանր է ժողովուրդ, ահավոր Էմպերադոր մարմարից շատ սիրուն է, բայց ահավոր ծանր են այս ամեն ինչը ժողովուրդ, շատ ծանր են։ Այս էլ Green Forest մարմարն է, հնդկական, այս էլ է շատ սիրուն, բայց ժողովուրդ հնարավոր չի ոչ ձերտար, ոչ բարձրացնել, այս ամենը անհնար է ձեռք տալ, բայց շատ սիրուն է իհարկե։ Լավ, քայլեմ գնամ երեխաների բաժին, ինձ համար արդեն շատ գնումներ արեցի, հետո հասնեմ տուն, եթե ժամանակասների, ձեզ ցույց կտամ ինչեր եմ ինձ գնել, ուզում ուղղակի տեսնեմ փոքրիկների համար ինչեր կա սեպտեմբերի համար, այս ինչա և ինչ արժի, 19 եվրո, աղջկա սիրելի խումբն է, ժողովուրդ, այս, չգիտեմ վերցնեմ, թե չվերցնեմ, օյ, կասկածում եմ արդեն, ինչ անեմ, դժվար է գիտեք, ես տարիքի երեխեքի հետ արդեն, որտև սկսում են հավանել նենց բաներ, որ դու չես հավանում,
Բայց 8-ից 10 այս ինչ էսել են իրենք սա 9 եվրո ամեն մեկը այո 9 եվրո է 3 հատանոցները իրա չափն եմ մանգալի բայց 6-ից 8 տարեկան էսա լավ ես կմտածեմ ես հիմա գնեմ թե չգնեմ այս ջինսերն էին նայում այս գրպաններով 5-ից 6 տարեկան 18 եվրո Սիրունա սա ինչ ան էլի իրանք են աստված այս ինչ մոդա անգավ սա ժողովուրդ վերջ չկա սրան լես փայփլիկները նայեք սրտիկները ես երևի մի բան երևի պետքա վերցնեմ իրա ուզածով չէ ինչ եք կարծում դուք ինչ եք անում ժողովուրդ այս դեպքերում որտեվ իմ հետ նոր այս ամեն ինչը տեղի ունենում նախկինում ես ինչ հագցնում եմ ինքը հագնում էր եւ վերջ իսկ հիմա 7-ից 8 տարեկան այսպես տրենչա վատը չգիտեք տեսնենք ստեղ ինչեր կա sense փայփլիկներով սիրունա բոմբերա փայփլիկներով այս ինչա ինչը ես եմ փնտրում դեռևս չեմ տեսնում ցավոք սրտի ջինսից շատ սիրուն կուրտկա էր բայց ես իրան չեմ տեսնում այստեղ դեռևս միայն շորիկներ են ինչ որ տեսնենք որ դից եմ գտնում եթե կա իհարկե միգուցե վերջացել բայց զեղչով չէր ինչի պետքա վերջանա չգիտեմ զեղչով չէր այն Սիրուն այս ջինսիկը ինչ արժեմ իրա համարը կամ 7-ից 8 տարեկան ասենք թե նայեմ Քիչ ձեռները երկար է ինքը կարճ է այս իրա մոդելն է հա երևի տենց չեմ մանաժոր ինչ եք կարծում այս հենց է 19 եւ 20 եվրո էլի համարենք ուղղակի ձեռներն է շատ տարօրինակ երկար իսկ ինքը կարճ է դու ձեռքերը անդադ ծալենք հա աստորեն սա զեղչով է ինչ որ կա զեղչով այս ինչա տարբեր կուպալնիկներ լողազգեստներ ճուտիկների համար կիսաշրջազգեստ տարբեր տեսակի կարճաթևեր 4 եվրո տարբեր գների են ժողովուրդ ինչ ասես կա չգիտեմ գիտեք չգիտեմ հայ չգիտեմ ինչ անեմ առնեմ դա թե չառնեմ ինչ որ մի հատ տենց բան կուզեմ ինչ որ բոմբեր կամ ինչ որ ջինսից կուրտ կա Sense bomber 14 եվրո տալու սրան ավելի չի 19 եվրո տալու մյուսին տարբեր թիթիզություններ արդեն աշնանային բնականաբար ժողովուրդ չեմ տեսնում ջինսի կուրտկա մենակ էսա չգիտեմ ինչի ֆիքսված եմ հենց ջինսի կուրտկա եմ ուզում մենակ էսա ոչ զեղչ ունի ոչ մի բան ու միայն էս մի տեսակն է ուրիշ որևէ տեսակ դեռ չեմ տեսնում, երևի չկա։ Ցավալի է, բայց երևի թե չկա։ Ինչ անեմ։ Եկեք ստեղ տեսնենք ինչեր կա էլի։ Այստեղ արդեն շատ փոքրիկներին է, հա երևի գալիս։ Շատ ճուտիկների, շորիկներն է։ Աղջիկներին է, բայց շատ փոքրիկներին է։ Այո։ Կես ինչ է։ 19 եվրո։ Սանդալներ, սիրուն, վեսելա սիրուն շատ 14, բայց շատ քիչ հազար, նայեք 19-ից դարելա 14-ի փոր դա զեղչ է ժողովուրդ, իմանանք սենց թիթիզություններ կան, 12 եվրո, այս չգիտեմ իրանց կոշիկները հարմար են ժողովուրդ, մարդ կա, որ փորձել է
եւ որևէ խորհուրդ ինձ կարող է տալ 30 համար, 29 համար, չես ոչ մեկը իր համարը չի։ Իսկ այս թիթուզությունները, որ համարն են, սա 26-ն է, շատ փոքր ամեն ինչ է, գիտեք, այս էլ է փոքր, այսինքն կարող է edge-ում պետք է on-line պատվիրել, որպեսզի համարներ լինեն 9 եվրո 31 համար, կարող է եւս իրան լինի, բայց մեկին առնես, մյուսին չառնես, դա էլ է դառնում խնդիր ժողովուրդ, ամեն ինչը դառնում է խնդիր, այս շատ պուճուրիկներ է, տարբեր աբադոկներ, 99 ցենտ արժե աբադոկը, սիրուն է, ինչ-որ թիթիզություն, մանիկյուրներ, ժողովուրդ, մանիկյուր ուզում եք, այս ինչ էր, ասենց աբադոկներ կան, սա ինչ արժի, 1.99 արժե աբադոկը, պայուսակներ, թիթիզ միթիզ, չգիտեմ, չեմ ուզում անիմաստ գումար ծախսեմ, գիտեք, 3 հատ առնում եք, վճարում եք 2 հատի համար, ոչ մի հատ ջինսի կուրտ կա, բացի այդ մի հատից էլ չկա, հիմա իմ առաջ խնդիր է վերցնեմ, թե չվերցնեմ, մի քիչ այս ձեռները վախացնում եմ, որ այս սենց, հա, այս սենց, այս հաստատ պիտի ծալես, պետք է հաստատ այս ծալել, սիրուն է, շորդ սիրուն է, թե սիրուն չի, չեմ կաղամ կողմնորոշվում, գնամ ուրիշ խանութները ֆռամ, պատտվեմ, տեսնեմ ինչեր կա, կարող մի բան հավանեմ, այս ինչ է, մրթագույն, սիրուն է, 31 համարն է 25 եվրո, սիրուն է շատ, միջայլոց, շատ, ես է սնիկերսներն է իրա, ես էլ է սիրուն, սա արժի 19 եվրո, շատ լավ բաներ կա միջայլոց, էջն դեմում, հլա ես ինչ սիրուն է, թիթիզ միթիզ, ես էլ է լավ է, շատ թիթիզ բաներ կա միջայլոց, ես ինչ-որ ես վերջերս չեմ առնում այս տեղերից կոշիկներ, հիմնականում առնում եմ ինչ-որ բրենդային, ովքեր որ մասնագիտացված են կոշիկի վրա և հազվադեպ եմ գնում, հենց խանութներից նկատի ունեմ, որոնք կոշիկի մասնագիտացված խանութ չեն, վախենում եմ ինձ թվում է ոտերը կարող է փչացնի, բայց միգուցե ես չափազանց ասեմ, այս ինչ է, ջինսի կուրտկա է, հալա մի րոպե, այս կտանեմ ես հաստատ, 9-ից 10 չենք ուզում, 7-ից 8, հլը եկեք գնանք համեմատենք, որը վերցնեմ ժողովուրդ, այսի սիրուն է, երևի ես տարա, այս կոշիկների վրա գժվեցի, որ ճիշտ ասեմ, շատ սիրուն եմ, նույնիսկ չգիտեմ որը, երևի սա, բայց այս պետք է ինքը փորձի, հլը մի րոպե ժողովուրդ, ինչ որ այս շատ դուրս եկավ, այս ես երևի տարա, իմ ճուտիկիս համար նույն չափն է, 7-ից 8, եկեք տեսնենք, որ նա ավելի ձեռները երկար ու կարճ, երևի ես սա կվերցնեմ, նույնա ձեռներն էլ, բոյն էլ, ամենը նույնն է, մնում է ընտրել, որ մեկը այս թե են, մեկ արժի 15 եվրո, մեկ արժի 19 եվրո, ինչն է տարբերությունը չգիտեմ, սրտիկներն արվի երևի վրայի նկարած, լավ, ընտրեմ, ժողովուրդ վերջապես իմ ուտելիքը եկավ, հեսած ես ինձ փորձեմ ցույց տամ, վերջել է պիադինա, մեջը սալմոնա, ռիկոտայի կրեմ, սալատ եւ իմ ամենասիրելի կոկա-կոլան է, առանց շաքարի, առանց կաֆեինի, իմ ամենասիրելի կոկա-կոլան, այս ամենին վճարել եմ 10 եվրո 40 ցենտ, ուտեմ շարունակեմ, որտեղ էլ չեմ կարողանում քայլեմ, տեղ չկա ընդհանրապես նստելու ոչ մի սրճարանը, մի հատ նայեք որտեղ եմ նստեցած, այսպես, բոլորին բարեխորժակ ովքեր ուտում են, վերջապես վերցրեցի իմ կապուչինոն, մի հատ նայեք անունս վրան ոնց են գրեն, չես էլ հասկանում ինչ ա գրված, եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է արժի 2.80, ամենափոքր չափն է, բայց այս ամենափոքրը նորմալ սրճարանում ամենամեծն է, երևի 200-300 միլիգրամ կլինի ժողովուրդ, փորձեմ, լավն է, բոլորիդ լավ օր եմ ցանկանում ընկերներ, ես արդեն գնամ տուն,
Եվ հուսով եմ կկարողանամ նկարանեմ ձեզ համար, թե ինչեր եմ գնել ձեզ ցույց տամ։ Ժողովուրդ, արդեն վերադարձանք տուն։ Հիմա փորձեմ ձեզ ցույց տալ գնումները, որոնք կատարել ենք։ Առաջինը վերցրեցի իմ աղջկա համար դպրոց գնալու այս ուսապարկը։ Զեղչով 20%, արժեր 29 եվրո 90 ցենտ, նախկինում 37 էր։ Թոյս խանութից եմ սա գնել։ Այդ խանութը շատ մասնագիտացված է ոչ միայն խաղալիքների, այլ բոլոր երեխաներին վերաբերող իրերով։ Այսինքն գրպան այստեղ ունի։ Իմ կարծիքով վատը չի ժողովուրդ։ Ես հույսով եմ լավ ընտրություն եմ արել, լավ բրենդ է։ Այստեղ սենց գրպաններ ունի, սենց բան ունի։ Բավական լավ կարված է։ Այստեղ մի հատ այսենք մեծ բաժին ունի, դրան գումարած մի հատ էլ այսենց ունի, եթե պետք է iPad, laptop եւ այլն։ Չգիտեմ ստեղ որ տարիքից են տենց բաներ անում, ես գաղափար չունեմ։ Այսպիսին է։ Մեջքի հատվածը, ասում են էկոնոմիկա, հարմար է նրան կրել այսրանց շնորհիվ։ Տեսնենք ժողովուրդ։ Այսենց արջուկա վրա նկարած։ Ինձ թվում է շատ շուտ չի կեղտոտվի, քանի որ նախշերը բավականին խառն են, հա, սենց ասեմ։ Տեսնենք։ Այստեղ ունի սենց երկու գրպան, որտեղ մեր ջուրն են դնելու։ Իրանց, չգիտեմ, ինչեր են ուզում դնեն, հա։ Իմ կարծիքով վատը չի։ Այս պայուսակը իր հենց բոյով մեկ է ժողովուրդ, ոնց են այս խեղճեր այս պայուսակները տանելու, ես չգիտեմ։ Այնուհետև տեսա մտա H&M, վերցրեցի ի վերջո այս իմ հավանած սրտիկներով ջինսի կուրտկան, այստեղ սրտիկներով գրպաններ ունի, արժեր 14 եվրո 99 ցենտ, սա զեղչով չէր, առանց զեղչ նոր կոլեկցիայի մեջ էր սա մտնում ժողովուրդ, բայց ինձ այնքան էլ դուր եկե, որ ես արա, այդ նույն աղջկա համար, դպրոցի համար եմ, հա, պատրաստվում։ Այնուհետև ինձ համար վերցրեցի սա, կրկին զեղչ չկար, արժեր 12.99։ Ես նենց էի սպասում, որ պետք է զեղչ անեն, բայց ոչ, զեղչ չկար, այսպիսին է, ոսկե գույն է սա, ինձ թվում է տարբեր լուքերի հետ բավականին սիրուն կարելի է համադրել ժողովուրդ։ Այսպես, մի անգամից բաց եմ դնեմ մի կողմ։ Այնուհետև դա Zara, ոչ մի բան չէի պլանավորում առնեի ժողովուրդ, բայց չկարողացա չառնեմ։ Սա շատ հավանեցի, այսպիսի ջինսի կուրտկա, վերցրել եմ 8-9 տարեկանի, ասեցի թող լինի, որտեվ հիմիկվա համար ունեմ։ Ինչի վերցրեցի, ժողովուրդ, որտեվ տեսա, որ այսքան արժի, 29.90-ից դարել էր 9.90, ոնց չվերցնեի, ասեք, ես չեմ դուք եք, 66% զեղչ, սենց, ստեղ աստար կա, որնակ են մեկում, այս սրա մեջ աստար չկա, այս H&M-ում աստար չկա, ուղղակի ջինսն է, իսկ այստեղ կա, որակը մի անգամից դուք զգում եք տարբերությունը, վերցրեցի սա, կպահեմ, որևէ մեկին հետագայում կտամ, որ հագնի նրանցից և այս էլ ուղղակի չէի կարա չվերցնի, հələ մի հատ այս սիրունությունը նայեք, հələ ստե նայեք, այս թիթիզությանը և այս թիթիզությունը արժի 9 եվրո, ևս եղել է 30, դարել է 9 ժողովուրդ, ասեք, ոնց չվերցնեի, կասեք, ոնց չվերցնեի, դուք իմ տեղը չեիք վերցնի, բայց ոչ մի բանի սրա կարիքը մենք չունեինք, ուղղակի վերցրեցի, որտեղ տեսա այս արժեքները ընկերներ, անցնենք առաջ, այն ինչ որ ես գնել եմ նվերներ, ասեցի ձեզ արդեն մեր տուն հյուր են գալու, ուրիշ քաղաքից են գալիս, ոնց որ ես մտածեցի, որ ոնց որ երբ որ մտնեն մեր տուն, ես ամեն մեկին մի փոքրիկ բան կտամ, ուրեմն, սա իմ ընկերուհու համար եմ առել, որը գալիս է հենց իր երեխաների հետ, Կարպիսա բրենդն է, այսպիսի պայուսակը, տեսնենք ստեղ արժեք բանկը, ես ցույց տամ, 29.95 է, բայց ես առել եմ 14.95, ամբողջը զեղչով էր, ունի նաև իր
երկարացման այս գոտին, այնպես որ կարող եք այստեղից ամրացնել եւ կախել։ Իսկ թվում է վատը չի, հետաքրքիր են այս կողքի այս հատվածները։ Ուղղակի սիմվոլիկ նվեր, որ մեր տուն մարդը գալիս, ես ուզում եմ անպայման ինչ-որ մի բան իմ կողմից ես իրենց նվիրեմ։ Հետագայում տոպրակ կառնեմ, ես իրա տոպրակի մեջ չեմ դնի բնականաբար։ Մեր գեղեցիկ տոպրակ հեսա կառնեմ եւ դրանով նրանց կտանեք ամենը։ Այն ինչ որ վերցրել երեխաներին, նայեք։ Ուրեմն, ամբողջը զեղչով է։ Այս սրան, նայեք, 2 շալվար է, ես տղայի համար է։ Տարիքը, հես աստեղ երևում է 12-ից 18, 2 եվրո։ Չառնեի ժողովուրդ։ Այս մեր։ Փոքրիկ բալիկ ունեն արդեն ասի տղա։ Այս 2, 4 եվրո։ Այս 2 բոձին իրար հետ։ Այսպիսի 2 բոձիները շորտիկի նման, հա, այս։ Այնուհետև այս 2 բլուզը 3 եվրո Միկի Մաուսով։ Այնուհետև այս մայկան, որ արժի 1 եվրո 80 ցենտ։ Ամբողջը Primark-ից ասա։ Այս ես մի քիչ լավ չդրեցի, գիտեք, տուն բերելուց ես կոտրեցի, բայց չգիտեմ, երևի կհանեմ ընդհանրապես նոր կտամ։ Սա կոմպլեկտ է, արժի 10 եվրո, 3 կտոր է, ջինսի կուրտկան, այս մայկան եւ այս սիրունիկ շալվարիկը։ Այս sense։ Այս փոքրիկ երեխային։ Այնուհետև 3 տարեկան աղջիկ ունեն։ Վերցրել եմ այդ աղջիկա համար այսպես թիթիզություններ։ Վերցրել եմ այսպիսի գեղեցիկ ձմեռային, այսպիսի ոնց է կոչում, չգիտեմ, իտալերեն ասում են ֆելպա, խուդի, հա, երևի, հա։ Սա եմ վերցրել։ Վերցրել եմ բաներ։ Վերցրել եմ այսպիսի մի հատ ամառային կտոր։ Վերցրել եմ այսպիսի ամառային կտոր։ Բոլորը նման գների են, ժողովուրդ, ես դուր ցույց տամ, որպեսզի հասկանաք։ Այսպիսի։ Ու շատ լավն են ու իրանց ու Primark-ի որակը շատ լավն է, այնպես չի որ սա 2 անգամ լվացեք, պետքա թափեք, ոչ։ Սա ամբողջ մի սեզոն հիանալի ծառայում է։ Սա եմ վերցրել։ Սա շալվարիկ եմ վերցրել, սենց սրա հետ հագնելու ես եմ ընտրել, եթե չեմ սխալվում, 6 եվրո է, բայց ես գնել եմ 2 եվրո, որտեվ զեղչ էր։ Այս էլ մեկ։ Այնուհետև ունեն մի հատ էլ տղա 8 տարեկան, վերցրել, այս էլ փոքրիկի համար եմ վերցրել, փոքրիկ բալիկի համար եմ վերցրել 4 եվրո, այսպիսի գիշերազգեստա, շորտիկը, տաբատը, կարճ եւ իրա մայկան։ Մյուս երեխայի համար մեծ երեխայի համար ինչ են վերցրել։ Վերցրել եմ այսպիսի կուրտկա, այսպիսի սիրուն կուրտկա է։ Այնուհետև վերցրել եմ այսպիսի շալվար, այսպիսի, սենց գրպաններով շալվար։ Այնուհետև վերցրել եմ 2 հատ էլ մայկա, նայեք։ Spider-Man-ով ասա, հենց Spider-Man-ի բրենդն է, որը հենց վաճառում են Primark-ում։ Եվ մի հատ էլ այսպիսին։ Այսքան։ Ես ասեմ, այս Primark-ի գնումներին վճարել եմ, չեմ սխալվում, 70 եվրո։ Պատկերացնում եք այս ամենը։ Այնպես որ սա էին իմ գնումները։ Այն ինչ որ ինձ համար եմ գնել, ես հիմա փորձում եմ հասկանամ ոնց ձեզ ցույց տամ, որտեվ ես չգիտեմ ոնց ձեզ ցույց տամ դա։ Որտեղ կախեմ, որ ձեզ լավ երևան, որտեղ այդքան հեշտ չի ինձ կախել։ Հա, այսպիսին էին իմ գնումները, ընկերներ։ Ինձ թվում է վատ բաներ չեմ գնել եւ մարդկանց ուրախություն կպարգևեմ։ Ճանապարհից հետո կգան եւ կտեսնեն այս ամենը։ Իսկ ուրախանան, չէ՞։ Ինչ եք կարծում։